Բարև ձեզ, էլի ազատազենի քաղաքացիական հրաձգարանում ենք, ներկայացնելու ենք այսօր ռուսական արտադրության Կալաշնիկովի ընտանիքի զենքերից, որին երևի բոլորն էլ ծանոթ են, բոլոր զենքի հետ առնչվող մարդիկ։ Թվարկի նախկին հաղորդումներում այս զենքի ուրիշ տեսակը նկարել ենք, ուրիշ մոդելը։ Այսօր կնկարենք այս մոդելը, հասկանանք որն է իրենց տարբերությունները, թե տեխնիկական առումով, թե կրակելու։ Զենքը արտադրվում է ռուսական Molot Arms ընկերության կողմից, մոդելը կոչվում է Vepr 1V VPO 148։ Սա VPO 148-00-ն է, կա 01 եւ այլն, բայց տեսակները զենքի ընդհանուր մեխանիզմի կամ հիմնական համակարգերի փոփոխություն չեն ակնկալում, ընդամենը խզակոթի, բռնակի ու այլ արտաքին մասերի փոփոխության մասին է խոսքը։ Այս զենքը միջին երկարության է 35 սանտիմետրանոց փողով, բոլոր տեխնիկական հատկանիշներով նման է Կալաշնիկովների ընտանիքի ցանկացած զենքի, ոչ մի մեծ փոփոխություն կարելի է ասել չկա։ Եթե համեմատենք RPK մարտական գնդացրի հետ, որի բազայի վրա այս զենքը կառուցված է, այստեղ ունենք այս գազախողովակի եւ գազախցի թեթև փոփոխություն, փողը ավելի կարճ է, մի քիչ ավելի բարակ է, ինչը զենքը մի քիչ ավելի թեթև է դարձնում, բայց ենթադրում եմ կրակելուց մի քիչ շուտ կտաքանա։ Փողատուփի կափարիչի վրա ավելացրել են պիկածինի ամրակ, կարելի է ասել ամբողջ երկարությամբ, ինչը բավականին մոդուլային է դարձնում զենքը, կարելի է միանգամից նշանառության համակարգ, ջերմատեսիլ կամ դրա պես ինչ-որ այլ բան տեղադրել։ Այս մոդելը ունի ծալվող խզակոթ, մետաղական, էլի մի կողմից բավականին թեթև է ու բավականին կոմպակտ է դարձնում զենքը ծալված վիճակում, մոտ 25 սանտիմետր երկարությունը պակասում է զենքի, տեղափոխելու կամ պահելու համար մի քիչ ավելի հարմար է դառնում, բայց մյուս կողմից էլ որպես հարմար խզակոթ ինձ թվում է մի քիչ մարդու նախընտրությունների վրա է։ Այստեղ ունենք բավականին հարմար ատրճանակային բռնակ, որը նույնպես փոխվել է, եթե համեմատենք Կալաշնիկովների ընտանիքի ուրիշ զենքերի հետ։ Զենքի հետ տրվում է 45 տեղանոց պահեստատուփ, քանի որ զենքը Կալաշնիկովի ձեռքի գնդացրի հիմքի վրա է կառուցվել, երևի որոշել են, որ հենց այդ գնդացրի մագազինն էլ դնեն զենքի կոմպլեկտի մեջ։ Փողաբերանի արգելակն էլ ձևափոխված է, եթե ճիշտ եմ հիշում, RPK-ինը մի քիչ ուրիշ ձև է, ավելի շատ այս մյուս զենքի փողաբերանի արգելակի նման է, որը հիմա ցույց կտանք։ Մեծ հաշվով այս զենքի մասին շատ խոսալու բան չկա, ինքը ստանդարտ հակաընտանիքի զենք է։ Եթե համեմատենք էլի սայգաների կամ մարտական ինքնաձիգների հետ, քաշը, ոնց հասկանում եմ, միջին տեղ է գրավում, սայգայի մոդելի հետ համեմատած մի փոքր ծանր է, իսկ մարտականից, ոնց հասկանում եմ, մի փոքր թեթև է այս զենքը։ Ինքը բավականին հարմար է։ Այս փողակալն էլ է փոխվել, կա փողի պահպանակ համապատասխան կտրվածքներով, որը էլի թույլ է տալիս զենքին ինչ-որ հավելյալ հարմարանքներ ավելացնել ըստ այն նպատակի, որի համար որ զենքը օգտագործում ենք։ Ռուսական շուկայում ներկայացնում են այս զենքը որպես սպորտային եւ որսորդական, ինչպես նաեւ ինքնապաշտպանության համար նախատեսված զենք։ Մեկ էլ կարելի է նշել, որ սրա գազամխոցն է մի քիչ ավելի թեթև, համեմատած մնացած Կալաշնիկովների հետ։ Vepr-ի հին մոդելների վրա, եթե ունեցողները կհիշեն, փոխադրիչի վրա 3 դիրք կար, այսինքն քանի որ Vepr-ի զենքերը նախկին մարտական զենքեր են, որոնք վերանորոգվել են եւ քաղաքացիական լիցենզիայով դրվել քաղաքացիական շուկայում վաճառքի,
ավտոմատ կրակահերթի դիրքը փոխադրիչի վրա պահպանվել էր, բայց այս մոդելներից արդեն հանել են, ինքը էլ չունի այդ դիրքը։ Այս զենքը կարող եք ձեռք բերել թվանք ռազմախանութից ու բացի սրանից սա 5.45 դրամաչափի է։ Ռազմախանութում առկա է նաև Molot Arms-ի MA 136-02 մոդելը 762-39 դրամաչափի, նույնպես կարող եք ձեռք բերել, սրա փողը մի քիչ ավելի երկար է, 41 սանտիմետր է, եթե ճիշտ եմ հիշում, ու ինքը ստանդարտ AK-74-ի քաղաքացիական տարբերակն է կարելի ասել, բայց արդեն 762-39 դրամաչափի։ Հիմա որ գնանք կրակելու, միանգամից կհամեմատենք, մի քանի հատ կկրակենք 762-ով, մի քիչ կկրակենք 5.45-ով, փորձենք հասկանալ հետ հարվածի ինչ տարբերություն կա, զենքերը իրարից շատ են տարբերվում, թե ոչ, որովհետև կարծիքներ շատ կան, որ 762-ի հետ հարվածը զգալիորեն ավել է 5.45-ի հետ հարվածից, ինչի հետ ես անձամբ համաձայն չեմ, ու հենց հետ էլ կստուգենք։ Հիմա կարող ենք արդեն գնալ կրակելու։ Եկել ենք կրակելու տեղամաս, քանի որ այս զենքերը գործարանային վիճակում արդեն ճշտադրված են գալիս, այլ ճշտադրման տեղամաս չգնացինք, ստեղ տեղում 100 մետրի վրա 2-3 կրակոց կանենք, կհասկանանք իսկականից ճշտադրված է թե չէ։ Երկու կրակոց անենք 100 մետրի վրա, հասկանանք ճշտադրված է թե չէ այս զենքը։ Զենքը ճիշտ է կրակում, սայգաների հետ համեմատած էլի սրա ձգանը բավականին զգայուն է։ Առաջին կրակոցը կարելի է ասել պատահական ստացվեց, այդ ձգանի մուրճիկը բաց թողելու պահը չզգացի կոպիտ ասած, այսինքն ավելի փափուկ ձգան է, ինձ թվում է գնահատողներին դուր կգա։ Հիմա փորձենք 200-300 մետրի վրա մի քանի կրակոց անել, հետո արդեն այս զենքով ու 762-ով կփորձենք մի քանի կրակոցից բաղկացած արագ շարք կրակել, փորձենք հասկանալ հետ հարվածի տարբերությունները, ոնց որ վերևում ասեցի։ Հիմա կրակելու եմ 150 մետրի վարդագույն թիրախի վրա։ Մեր բոլոր թիրախները այս պահին վարդագույն են, որովհետև կանանց տոներն են ընկնում։ Այս մեր 150 մետրներ, փորձենք մի քանի կրակոց 200 մետրի վրա։ Հատեն, որ ձգանի փափուկ լինելը բավականին հեշտացնում է կրակելը։ Ինձ դուր եկավ այս ձգանը։ Այս էլ իրականում զենքը մի քիչ իմ սպասածից ավելի լավն է։ Մի քիչ ավելի լավ է իրան պահում։ Ու շատ բարդ բաներ չենք արել, բայց հարմար է բավականին կրակելը։ Կարծում եմ իր գնային միջակայքում միանշանակ արժի ձեռք բերել եւ ունենալ։ Հիմա մի քանի կրակոց կանենք մեր 762 դրամաչափի վեպրով, մի քանի կրակոց կանենք 5.45-ով։ Այդ իհարկե իմ անձնական կարծիքը կլինի, բայց փորձենք հասկանալ ինչքան մեծ է հետ հարվածի տարբերությունը։ Հիմա սկզբից կանենք դանդաղ 2 հատ կրակոց, հետո փորձենք ինչքան հնարավոր է ավելի բարձր տեմպով կրակել, փորձենք սենց ասած կրակահերթի իմիտացիա անել, չնայած տարբերությունը մեծ է լինելու տեմպի, բայց ամեն դեպքում։
Հիմա մի քիչ արագ կկրակեմ ավելի։ Լիցքաթափենք զենքը։ Ու անցնենք արդեն մեր 5:45-ին։ Իդեպ Տուլամոյի փամփուշտներն ենք կրակում, որոնք էլի ներմուծվում են Ազատազենի ռազմախանութի կողմից ու բավականին հենց ասած հարմար գներով են, որպես մարզվելու փամփուշտ բավականին լավ տարբերակ է։ Էլի 2 հատ կամ 3 հատ դանդաղ կրակոց, հետո կփորձենք տեմպով կրակել։ Այսպիսով, ուրեմն եթե համեմատենք հետհարվածի առումով, դանդաղ կրակելու ժամանակ ինքը իմ համար զգալի չի, քանի որ դու կրակում ես, հետո արդեն մկաններիդ մարմինդ հետ ես բերում տեղը ու դանդաղ կրակելու ժամանակ քեզնից մեծ ժամանակ ու էներգիա չի պահանջվում դա անելու համար։ Իսկ այ արագ կրակելու պարագայում, եթե կնկատեք, ես 7.62-ով կրակելուց մի քիչ ինձ հետ էր բրդում զենքը։ Հետհարվածի իմպուլսը զգալի դառնում է հատկապես կրակահերթով կրակելուց ու արագ տեմպով կրակելու ժամանակ։ Կարծում եմ այն մարդիկ, ովքեր որ զենքը նախատեսում են որսի համար ու երկար հեռու չեն կրակելու, կնախընտրեն 7.62 փամփուշտը, իսկ մարզվելու համար ավելի շատ խորհուրդ կտամ 5.45 դրամաչափը ու այս զենքն էլ բավականին լավ իրան դրսևորեց, միանշանակ խորհուրդ կտամ։ Այսօրվա զենքերի մասին այսքանն է, խորհուրդ կտամ զենքին տիրապետել, ոնց տեսնում ենք աշխարհում էլ է շատ խառը իրավիճակ ու ընդհանրապես չի բացառվում, որ մի օր մեզ էլ դա կհասնի, որովհետև այդ տարածաշրջանում ենք ու մեր միակ փրկությունը որ կողմել նայենք ուժեղ լինելու մեջ է։ Դրա համար եկեք հրաձգարան, ծանոթացեք զենքերի հետ, սովորեք զենքին տիրապետել, մարզվեք ու կարող եք նաև միանալ մեր տելեգրամյան ալիքներին, ինստագրամի էջին եւ այլն ու դրանով ինչ որ չափով կաջակցեք կառույցի գործունեությանը։ Այսքանը, շնորհակալություն։